Online ռեժիմով ոստիկանական տվյալ ստորաբաժանումը անհատականացված պատգամավորի նկատմամբ բռնություն է գործադրում եւ դուք դեռ կոնկրետ մեղադրյալ չունեք, ոնց է այդպես լինում եւ երկրորդ կարևոր դրվագը, որը միջազգային բազմաթիվ կազմակերպությունների պետդեպի կողմից եւ այլն արձանագրվել է, չթույլատրված լուսաձայնային նռնակներ են օգտագործվել։ Հետո ինչ որ առողջապահության նախարարը կամ կառավարությունը հետին թվով փորձեց այն լեգիտիմացնել։ Սա այնքան ակնհայտ է այս հանցագործությունը, այնքան ակնհայտ եւ արձանագրված եւ այս գործերով որևէ մեղադրյալ չկա։ Սա ուղղակի կներեք էլի աչքակապուցի է եւ այս ամբյոնին չի սազում եւ մեր հանրությանը պետք չի մոլորեցնել։ Այդ ոնց է լինում իշխանությունը սեփական շահը պաշտպանելու համար այսպես նախանձախնդրի սուրը առած ընկել է հասարակության մեջ, բայց կոնկրետ դեմքով իդենտիֆիկացված հանցագործին չի տեսնում։ Չի կարելի էլի վիրավորական պետությանը